Միասնային ճանաչմանը հասնելու համար ձեզ գոհացնող է։ Ոչ։ Ինչ կանեիք դուք։ Ես անում եմ ինչ որ ես կարող եմ անել 100 տարվա դարաբանքի հայրենազրկման 50 տարվա պայքարի արդյունքում այսօր ունենք որոշ միջազգային տեղաշարժ, մեկը իր շահից ելնելով, մյուսը զուտ համամարտկային էթիկայի ներուժով, բայց մեր մեծագույն քննությունը որպես ազգ եւ պետություն վաղն է, ապրիլ 25-ն է, եւ շատ կարեւոր է թե այդ քննությունը ինչպես ենք մենք բռնելու։ Մենք պետք է ունենանք իրավական, ժողովրդավարական ամուր պետություն, որը հիմա չունենք։ Մենք պետք է ունենանք արևմտահայոց ժառանգորդների գազམ་ակերպված արշավներ եւ աշխատանք, որ կկարողանանք մեր հայրենիքը վերականգնել։ Բազմիցս ասվել է եւ օրիգինալ միտք չէ, որ այն ինչ տեղի ունեցավ 100 տարի առաջ եւ ավելի, դա սոսկ ցեղասպանություն չէր, այլ հայրենասպանություն, դա հայրենիքի մի ոչ քաղաքագործության մշակույթի ոչնչացումն էր։ Եվ միգուցե մենք երբևէ չկարողանանք վերադարձնել այդ հայրենիքը ինչպես որ գար, իր փառքերով, իր սերունդներով, եկեղեցիներով եւ դպրոցներով, բայց քայլեր պետք է կատարենք։ Եվ դա անելու համար ես կգնում եմ պետությունը պիտի դառնա պետություն մեկ եւ Սփյուռքի եւ հատկապես արևմտահայոց ժառանգորդների հետ աշխատանքը պիտի նոր թափ ստանա։ Մենք ունենք այսօր 100 հազարավոր հայրենագիտներ, ովքեր ապրում են Արևմտյան Հայաստանում եւ իրենք պետք ունեն հայերեն սովորել։ Ուսուցիչներ պետք ունեն, գարիք ունեն նաև դեղագատվության, գարիք ունեն իրենց հայ արմատները բարձրաձայնելու։ Եվ մենք լիքը աշխատանք ունենք անելու, թե Հայաստանի Հանրապետության ներսում, թե Արևմտյան Հայաստանում, բայց դա խոսքով չի արվում։ Շնորհակալություն, որ ճանաչում են, որ հայտարարում են, բայց դա կմնա թղթի գդոր, եթե հաջորդ քայլերը չլինեն։ Եվ հաջորդ քայլերը այն են, որ պետք է իհարկե միջազգային հանրության ճշգրիտ կողմնորոշման եւ ճնշման զուգահեռ պետք է Հայաստան պետությունը ինքը արդարություն ապահովի դան ներսում, մինչդեռ մենք արդարություն փորձում ենք իրացնել պատմականորեն եւ նաեւ մեր հավաքական իրավունքների հետապնդումով։ Հայ մարդը եւ իր հայրենիքը Արևելյան Հայաստանին, թե Արևմտյան Հայաստան պետք է վերամիավորման հնարավորություն ունենա։ Դա թե բանակցություն է, դա ճնշման գործողություններ են, դրանք դատավարություններ են, բայց խոսքի բահը անցել է։ Այսօր ունենք անմար գրակ, բայց արդեն շրջանը փակել ենք, 100-ամյա շրջանը փակել ենք եւ վաղը, եթե այս ամենը բادرանք պիտի չմնա, պիտի դառնա իրականություն, մենք իրապես պիտի դառնանք իրավական պետություն եւ իրապես պիտի քայլեր կատարենք մեր իրավունքները վերականգնելու համար, թե մեր դան ներսում, թե Արևմտյան Հայաստանում։ Օբաման այսօր կրկին չասեց դու ցեղասպանություն բառը դուք սպասում եք, թե ակնկալիքներ ունեիք ամենից։ Ես ամեն տարի ասում եմ, որ այսօր ես հիշում եմ իմ բաբիկներին, դադիկներին, Կասպարին եւ Սիրունին, Հովակիմին եւ Խնգենին եւ փորձում եմ իրենց հետ հիմա արերեսվել, իրենց հետ խոսել, թե մեր կյանքի ընթացքում ինչ ենք արել, որ գորուսյալ հայրենիքը հետ բերենք։ Հաստատ Բարակ Օբաման կամ որևէ այլ օդար ղեկավար մեր հայրենիքը հետ չի բերելու։ Եվ ավելի շուտ ցեղասպանության, որ իմ գազիկով նվազագույն եզրույթն է, որտեղ ըստեղ հայրենազրկում, հայրենասպանություն, բայց ցեղասպանության եզրույթի օգտագործումը Օբամայի կողմից դա ոչ թե լավություն է հայ ժողովրդին, դա ամերիկյան պատմության ինտեգրալության մասին ապացույց կլիներ, որտեղ հենց ամերիկացիներն էին իրենց տեսփաններով, հյուբադոսներով, միսիոնարներով, 100 հազարավոր փաստաթղթերով, որոնք ապացուցեցին եւ փաստարկեցին, որ դեղի է ունենում աննախադեպ ոճրագործություն։ Եվ դրա համար, եթե Օբաման կամ որևէ այլ երկրի ղեկավար չի ուզում իր սեփական պատմությունը հարգել, սեփական պատմագրության ինտեգրալությունը պաշտպան, դա իրենց խնդիրն է։ Շնորհակալություն, որ բարի խոսքեր են ասում, բայց այդ խոսքը մնում է խոսք։ Սրանից հետո խոսքից պետք է հետևի աշխատանք, գործ եւ արդյունք, եւ դրա համար մենք ավելի լավ պետք է կազմակերպվենք, ինքնահավանության փոքրիկ ելույթներից դուրս գանք, անգամ հարցազրույցներից այսպիսի եւ գործ անենք։